Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի վերջնական տեքստը, սակայն խաղաղությունը դեռ հեռու է։ Սկզբունքային հարցերի շուրջ տարաձայնությունները հարթել չի հաջողվել, եւ փորձագետները մտավախություն ունեն, որ իրավիճակից կօգտվի Ռուսաստանը, որպեսզի վերականգնի իր ազդեցությունը տարածաշրջանում։ Այս մասին ասվում է BBC-ի հրապարակած հոդվածում, որի հեղինակը հիշեցրել է, որ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հավատացյալներին ուղղված ուղերձում հույսեր հայտնել, որ համաձայնեցրած խաղաղության համաձայնագրի վերջնական տեքստը կստորագրվի, որքան հնարավոր է շուտ եւ դրանով իսկ կօգնի Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը։ Նրա ոգևորությունը կիսեցին Ռուսաստանի արտգործնախարարության, ամերիկյան պետդեպարտամենտի, ՆԱՏՕ-ի, Եվրամիության, Իրանի եւ աշխարհի շատ այլ երկրների պաշտոնական ներկայացուցիչները։ Երևանն ու Բաքուն հայտարարեցին, որ համաձայնեցրել են անգամ վերջին երկու վիճելի կետերը։ Սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել է, թե լրացուցիչ պայմաններ կան։ Խաղաղության պայմանագրի վերջնական տեքստը ստորագրելու համար Հայաստանը պետք է փոխի սահմանադրությունը եւ համաձայնի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։ Երևանը պատրաստ է զիջել, բայց մայր օրենքի փոփոխությունը պահանջում է հարաքվե անցկացնել, որի ելքը հնարավոր չէ կանխատեսել։ Փորձագետները նշում են, որ Հայաստանում եւ Ադրբեջանում դիտորդները մտավախություն ունեն, որ բանակցություններին կմիջամտի Ռուսաստանը, փորձելով վերադառնալ տարածաշրջան Կիևի հետ հրադադարի դեպքում։ Երևանը մինչև վերջին պահը փորձում էր միջոց գտնել 2020 թվականի պատերազմում իր պարտությունից հետո ստեղծված իրավիճակը շտկելու համար։ Հայ պաշտոնյաները սովորաբար երկար բացատրություններ էին տալիս այն մասին, որ հաշտեցման գործընթացը պետք է աստիճանական լինի, որպեսզի քայլ առ քայլ վստահություն կառուցեն, որը ժամանակի ընթացքում թույլ կտա հայերին եւ ադրբեջանցիներին բռնել խաղաղ գոյակցության ճանապարհը։ Հոդվածում ասվում է, որ Հայաստանը փորձում էր ստանալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի աջակցությունը, որոնք ստեղծվել էին 1992 թվականին Ղարաբաղյան հակամարտության լուծման համար։ Բայց Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները չէին շտապում Երևանի կողմը բռնել, իսկ Ֆրանսիայի հայանպաստ դիրքորոշումը միայն Փարիզին հանեց Ադրբեջանի դեմ։ Մասնավորապես նշվում է, որ 2022 թվականին ռուս-ուկրաինական պատերազմից եւ հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից հետո Մոսկվան հրաժարվեց աջակցել Երևանին, իսկ հայկական կողմը վերջնականապես կորցրեց հավատը Ռուսաստանի երաշխիքների նկատմամբ։ Ի տարբերություն Ղարաբաղի, Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքների վրա տարածվում են անվտանգության երաշխիքները ՀԱՊԿ-ի, Մոսկվայի գլխավորած ռազմական դաշինքի շրջանակում, բայց Երևանը այստեղ եւս մենակ մնաց Բաքվի հետ։ Հոդվածի հեղինակը հիշեցնում է, որ դրանից հետո հայկական կողմի սահմանին տեղակայվեց Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելությունը։ Իսկ 2025 թվականի հունվարին Ջո Բայդենի վարչակազմի վերջին օրերին Վաշինգտոնում կնքվեց Հայաստանի հետ Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերության համաձայնագիրը։ Զուգահեռաբար Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս եւ համաձայնեց դեռ վերջերս աներևակայելի զիջումների խաղաղության հույսով։ Տարածաշրջանի հարցերով փորձագետ Զաուր Շիրիևի խոսքով միայն Մոսկվայի ուշադրությունը շեղելու եւ նրա տարածաշրջանային ազդեցության թուլացման ֆոնին սկսվեցին լուրջ բանակցություններ։ Ունենալով անվիճելի ռազմական առավելություն հարևանի նկատմամբ եւ Եվրամիության կարևոր գազային գործընկերոջ կարգավիճակ, Բաքուն ռազմական ճանապարհով վերականգնեց իր ամբողջ տարածքի վերահսկողությունը, իսկ Ղարաբաղի հայ բնակչությունը վերադարձավ Հայաստան։ Դրանից հետո Հայաստանը շարունակեց համաձայնել Բաքվի պահանջներին։ Վիճելի է մնացել միայն երկու կետ՝ սահմանից եվրոպացի դիտորդներին հեռացնելու եւ միջազգային դատարաններից փոխադարձ հայցերը հետ կանչելու պահանջը։ Ներկայացնելով փորձագետների դիրքորոշումները, հոդվածագիրը նշում է, որ եվրոպացի դիտորդները Հայաստանում հայտնվեցին 2023 թվականի փետրվարին, երբ ադրբեջանական ուժերը սահմանային էսկալացիաների արդյունքում գրավեցին Հայաստանի տարածքի մի փոքր մասը։ Դիտորդների խնդիրն է հետևել, թե ով է առաջինը խախտում հրադադարը։ Հաղորդվում է, որ նրանց ներկայությունը սահմանին Երևանին ոչ թե պաշտպանություն, այլ գոնե հույսեր տալիս, որ կերաշխավորեին օբյեկտիվ տեղեկատվություն այն մասին, թե իրականում ով ում վրա է հարձակվում, թեև այդ հանգամանքը խիստ նյարդայնացնում է Բաքվին։ Ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցները եվրոպացի դիտորդներին մեղադրում են տարածաշրջանի ապակայունացման եւ լրտեսության համար։ Ըստ հոդվածի, ի վերջո Փաշինյանը համաձայնել է ընդունել Ադրբեջանի այդ պահանջները, կարծելով, որ Հայաստանն այլ ընտրանք չունի, իսկ խաղաղության պայմանագիրը կարող է ապահովվել։ Երկու կետերն էլ ներառվել են խաղաղության պայմանագրի վերջնական տեքստում եւ հենց այն ստորագրվի, Երևանը պատրաստ կլինի հրաժարվել եվրոպացի դիտորդների ծառայությունից եւ միջազգային դատարաններից հետ կանչել հայցերը։ Բայց դիվանագիտական ոլորտում, ինչպես եւ մարտի դաշտում 5 տարի առաջ տեղի ունեցավ փոխատեղում, հիմա արդեն Հայաստանն է շտապում խաղաղություն կնքել, իսկ Ադրբեջանը ձգձգում է գործընթացը։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։